Թրամփը մասնավոր զրույցներում բազմիցս նշել է, որ ցանկանում է պատմության մեջ մնալ որպես ԱՄՆ այն նախագահը, որը վերջնականապես տապալել է 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխության արդյունքում ձևավորված վարչակարգը։ Վենեսուելայում ռազմական հաջողությունից ոգեշնչված Թրամփը ընտրություն է առաջարկում Իրանի ղեկավարությանը կամ ամբողջովին համաձայնվել ԱՄՆ-ի պահանջներին, կամ բախվել հնարավոր ռազմական գործողություններին, որը ԱՄՆ-ն պատրաստ է իրականացնել ցանկացած պահի, ու այս ռազմական գործողությունները նաև ներառում են Իրանի բարձրագույն ղեկավարության սպանություն, այդ թվում նաև Իրանի հոգևոր առաջնորդի և նրա որդու սպանություն։ Այս ամսվա սկզբից ԱՄՆ-ն արդեն ահռելի քանակով ռազմական ուժ է կուտակել Իրանի շուրջ, և Իրանը ՄԱԿ-ին արդեն հայտարարել է, որ հնարավոր հարվածի դեպքում Ամերիկայի ռազմաբազաները կհամարի օրինական թիրախ։ Բնականաբար Իրանում հասկանում են, որ ԱՄՆ-ն կփորձի թիրախային հարվածներով վերացնել բարձրագույն ղեկավարներին և արդեն մշակել են այսպես կոչված ժառանգության պլան, ըստ որի կփորձեն շատ արագ փոխարինել սպանված պաշտոնյաներին։ Իրանում նաև մշակել են կառավարման ապակենտրոնացված համակարգ, որը հնարավորություն կտա շարունակել պայքարը, եթե ԱՄՆ-ն ինչ-որ ռազմական գործողություններ ձեռնարկի։ Շվեյցարիայում բանակցություններից հետո Իրանը վերցրեց 2 շաբաթ ժամանակ, որպեսզի պատրաստի իր առաջարկները, բայց բոլորը հասկանում են, որ Իրանը ուղղակի փորձում է ժամանակ ձգել և ժամանակ շահել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ պատրաստ լինի ԱՄՆ-ի հարվածներին։ Բնականաբար ԱՄՆ-ի բոլոր պահանջներին Իրանը չի համաձայնվելու։ Այս ամենից շատ հստակ կարելի է եզրակացնել, որ բախումը անխուսափելի է և ԱՄՆ-ն վստահաբար կհարվածի Իրանին, ուղղակի հարցը թե երբ։ Իսկ ինչ անում Դեմոկրատական կուսակցությունը որպես Թրամփի հիմնական ընդդիմություն։ Իրականում գրեթե ոչ մի բան, որովհետև դեմոկրատական իսթաբլիշմենթում համարում են, որ եթե Թրամփը սկսի ռազմական գործողություններ Իրանի դեմ, դա նրա համար կլինի թակարդ, և ուզում են, որ Թրամփը ընկնի այդ թակարդը։ Մտածում են, որ Իրանում ռազմական գործողությունները լուրջ կվնասեն Թրամփի ռեյտինգին, և ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության շանսերը կքչանան։ Դեմոկրատների մեջ կա փոքր պրոգրեսիվ թև, պրոգրեսիվ սենատորների խումբ, որը դեմ են ռազմական գործողություններին Իրանի դեմ, բայց մեծ հաշվով դեմոկրատները որևէ լուրջ բան չեն պատրաստվում անել հնարավոր պատերազմը կամ բախումները կանխելու համար։ Շատ էքսպերտներ նշում են, որ Իրաքի նման լայնածավալ ներխուժում ԱՄՆ-ն չի անի, բայց փորձելու են սկզբից թիրախային հարվածով, այսպես ասած, հանդարտեցնել Իրանի ղեկավարությանը, և հետո արդեն ունեն մշակած շատ տարբեր գործողությունների պլան, բայց երկարաժամկետ պատերազմ սկսելու առումով Թրամփի վարչակազմը կարծես թե պատրաստ չի և նման սցենար չեն ուզում, ընդհակառակը հույս ունեն շատ արագ թիրախային հարվածներով հասնել իրենց նպատակներին։ Իրանում ներսից իշխանափոխություն իրականացնելը չհաջողվեց, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվում է, ընդհակառակը մենք շատ արագ թևակողվում ենք շատ ավելի վտանգավոր ու ավելի անկանխատեսելի փուլ։ Բնականաբար բոլորս հասկանում ենք, որ այս ամեն ինչը շատ վտանգավոր է Հայաստանի համար, և հարցը թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի կառավարությունը և ինչպես կազդի Իրանում ռազմական գործողությունները Հայաստանի վրա։ Անպայման բաժանորդագրվեք, լայքեք և տարածեք, գրեք ձեր մեկնաբանությունները։ Մինչ